Ժամանակը սպառվում է, լավ կլինի իրանցիներն արագ շարժվեն, հակառակ դեպքում նրանցից ոչինչ չի մնա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թեհրան-Վաշինգտոն հեռահար բառամարտը ժամ առ ժամ ավելի ագրեսիվ ու ռազմատենչ է դառնում։ Դոնալդ Թրամփն ակնկալում է Իրանից առավել շահավետ առաջարկ։ Իրանական Ֆարս գործակալությունը նշում է, որ Վաշինգտոնը Թեհրանի առաջ 5 նախապայման է դրել՝ որևէ փոխհատուցման կամ վնասի վճարման բացառում, Իրանից 400 կիլոգրամ ուրանի դուրսբերում եւ հանձնում Միացյալ Նահանգներին, միջուկային հաստատություններից միայն 1 համալիրի գործունեության շարունակություն, սառեցված ակտիվների 25%-ի վերադարձի մերժում, բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման պայմանավորվածություն բանակցային ճանապարհով։ Դոնալդ Թրամփը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով թիմի հետ։ Հանդիպմանը ներկայ են եղել փոխնախագահը, պետքարտուղարը, ԿՀՎ-ի ղեկավարը եւ Թրամփի հատուկ բանագնացը։ Սպիտակ տան օրակարգում կրկին Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններն են։ CNN-ի տվյալով Իրանին հարվածներ հասցնելու համար Պենտագոնը մի քանի պլան է նախապատրաստել։ Եթե Թրամփը որոշի վերսկսել ռազմական գործողությունը, թիրախում են լինելու իրանական էներգետիկայի եւ ենթակառուցվածքների օբյեկտները։ Իրանի դեմ ագրեսիան վերսկսելու սցենարը Թրամփը հեռախոսով քննարկել է Սերտ դաշնակցի Բիբիի հետ։ Միացյալ Նահանգների նախագահն Իսրայելի վարչապետին ասել է, կարծում է Թեհրանը շահագրգռված է գործարք կնքել եւ ակնկալում է, որ մոտ օրերին կներկայացնի թարմացված առաջարկ։ Միաժամանակ հրեական պետության ղեկավարը հայտարարել է, պատրաստ են ցանկացած սցենարի։ Մենք ուշի ուշով հետևում ենք Իրանին։ Պատերազմից պարզ դարձավ, որ Իրանը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար։ Թեհրանը թքած ունի եւ իսլամական, եւ քրիստոնեական, եւ իհարկե հրեական սրբավայրերի վրա։ Իրանը հրթիռներ է արձակում, վտանգելով սրբավայրերը հավատացյալներին եւ ցանկացած դավանանքի քաղաքացիներին։ Իսրայելը խոսել է սրբավայրերից, իսկ իրանական կողմը հայտարարել է ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով Իրանում գրանցված մարդու իրավունքների ոտնահարման, մշակութային ժառանգության ոչնչացման հարյուրավոր դեպքերի մասին։ Մարդու իրավունքների դեմ մեր թշնամիների իրականացրած հանցագործության 2250 դեպք է գրանցվել, այդ թվում Մինաբի դպրոցի ողբերգության եւ մեր քաղաքակրթական ու մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։ Մեր թշնամիները նման ժառանգություն չունեն, ուստի նրանք չեն կարող հասկանալ, թե որքան ցավոտ է դրա ոչնչացումը խոր արմատներ ունեցող ազգի համար։ Մենք նաեւ գործակցել ենք բնապահպանական կազմակերպությունների, ներքին գործերի եւ արտաքին գործերի նախարարությունների հետ։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստում առաջին անգամ վճռորոշ քվեարկությամբ այս հանցագործությունները դատապարտվել են։ Ինչպես Թել Ավիվը, այնպես էլ Թեհրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հակամարտության զարգացման ցանկացած սցենարի։ Իրանի զինված ուժերը 40 օրվա ընթացքում ցույց տվեցին, որ մենք ամենայն ուժգնությամբ կպատասխանենք ցանկացած անխոհեմ քայլի։ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են Պակիստանի միջոցով խաղաղության ծրագրի վերաբերյալ մեկնաբանություններ եւ առաջարկություններ փոխանակել։ Պակիստանյան կողմը Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին է փոխանցել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերանայված առաջարկը։ Բանակցությունները շարունակվում են Պակիստանի միջոցով։ Իրանի ուրանի հարստացման իրավունքը ճանաչվել է միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի հիման վրա, եւ անհրաժեշտություն չկա, որ ուրիշները ճանաչեն այս իրավունքը։ Իրանի հետ պատերազմը ոչ միայն ռազմական, մարդկային ու ենթակառուցվածքային, այլև տնտեսական լուրջ կորուստների պատճառ է։ Տարածաշրջանային հակամարտության հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող մոտ 280 համաշխարհային ընկերությունների համար պատերազմն արժեցել է $25 միլիարդ։ Ըստ Reuters գործակալության այս թիվը շարունակում է աճել, իսկ կորուստների դինամիկան պահպանվել։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։